Եվ հետևաբար մենք ասենք թվերը, հա, ինչպես դուք առաջարկեցիք, պետք է չափել գոտկատեղը սանտիմետրով, սա այն դիագնոզներից մեկն է, որը կարելի է դնել ուղղակի սանտիմետրով, ուղղակի, պետք չի ուրիշ հետազոտություն, չէ, իհարկե պետք է, երբ մարդը գալիս է բժշկի, մենք անում ենք այդ հետազոտություններ, բայց դիագնոզը դնելու համար, ախտաբանական եզրակացություն անելու համար, բավական է սանտիմետրը, մենք չափում ենք գոտկատեղը, իդեպ գոտկատեղը ընտրում ենք սրբոսկրի և կողոսկրի մեջտեղը, հա, կողոսկրերի տակի մասը և այս սրբոսկրի ուղիղ մեջտեղը չափում ենք այդ մասով գոտկատեղը, կանանց մոտ դա պետք է լինի 80 և ցածր այդ թիվը, տղամարդկանց մոտ դա պետք է լինի 93-ից քիչ։ Եթե մենք ունենք այս չափանիշները, մենք կարող ենք ասել, որ տղամարդու մոտ գոնե թե էրեկտիլ դիսֆունկցիա չկա, դեռ։ Եվ սա սահմանային է իհարկե, ցանկալի է էլ ավելի իջեցնել այս թվերը։